Նոր եկող սերնդի մեջ ոնց է, չէ, հիշողությամբ պիտի դա ամրապնդվի, այսինքն եթե օրինակ ծնողը չունի, օրինակ, ինպես արժեհամակարգ, այս ամեն ինչի մեջ չի այսքան, ու երեխային չի բացատրելու տանը, իրանք նոր սերնդի մեջ փորձում են ընդհանրապես նենց ցրեն այդ սիտուացիա։ Այո, որ այդ օրինակ 10 տարի հետո որ երեխեքից մեկին հարցնես օրինակ 20 թվականին ինչա տեղ ունեցել, ասի 20 թվականին ու չի գիտակցի, որտեվ եթե իրա ծնողը դրա համար ծնողներ ջան, շատ կարևոր է ձեր դաստիարակությունը տանը ոնց կլինի, որովհետեւ ինչպես տեսնում ենք դասագրքերն էլ են խեղաթյուրում, կրթության ոլորտում խեղաթյուրում է տեղ ունենում, դուք ձեր երեխաներին ոչ մեկ չի ասում նստեք, չգիտեմ ինչ որ ահա սարսուռ դեպքեր պատմեք, բայց եթե դուք զգում եք որ ձեր երեխան արդեն այն տարիքի է որ ինքը կարող է հասկանալ ինչ էր պատերազմը, պատմել նրան իրողությունները, ոնց է դա տեղի ունեցել, ով էր իրականում դավաճանը, պատմեք, որովհետև եթե դուք դա չպատմեք, միգուցե իսկապես մի օր դպրոցներից դա նենց վերանա, որ էլ չլինի մեր սերունդներին դա պատմել։